Հին Եգիպտոսում բամյան համարվում էր արքայական բանջարեղեն։ Դագույի Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքներից մեկը այն էր, որ նա պարբերաբար ուտում էր բամյա։ Հին Եգիպտոսում հավատում էին, որ բամյան նպաստում է մաշկի առողջությանը և ճկունությանը։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստել տավարի մսով և բանջարեղենով սոուս։ Խրախճանքին կմասնակցի նաև բամյան, հենց նրանից էլ կսկսենք։ Գործ ենք դնում ապակյա թասը, կես կիտրոն ենք քամում։ Այստեղ ունեի կես կիտրոն, քամում ենք հյութը։ Լցնում ենք կես կիտրոնի հյութ, սառը ջուր, մաքրում ենք բամյայի պտղակոթի մասից, այսպես, և բամյաները գցում ենք կիտրոնա ջրի մեջ։ Այս կերպ ազատվում ենք բամյայի ավելորդ լորձից։ Շատերը այդ լորձը չեն սիրում։ Ապս ենք դնում, որ բամյաները սուզորեն, ծանրություն, որոշակի ժամանակ հանգիստ են թողնում։ Վերցրել էի 400 գրամ բամյա։ Ուտեստի մեջ օգտագործել եմ նաև կանաչ պատիճավոր լոբի, որը նախապես մաքր է լվացել եմ։ Սա էլ 250 գրամ է։ Այն խաշում ենք։ Տապակի մեջ ջուր եմ եռացրել, համեմում ենք այն մառանիկ ընկերության աղով, լցնում ենք մաքրած լոբին, լոբու պատիճները, ծածկում ենք կափարիչով և ուղարկում ենք եփվելու, շատ երկար չենք եփի, հենց լոբին վառ կանաչ գույն ստացավ, կքամենք։ Թող խաշվի։ Իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա տավարի միսն է, ոսկորոտ միս։ Անմիջապես հանենք այն, ինչը կարող է պետք գալ։ Չնայած տավարի միսը նախապես մաքրել և լվացել եմ, ի դեպ ասեմ, վերցրել եմ 800 գրամ միս։ Եվս մեկ անգամ նախ դնենք կաթսան, դնում ենք կրակին կաթսան, Եվս մեկ անգամ պահենք սառը ջրի տակ։ Լցնում ենք կաթսայի մեջ, տաք կաթսայի մեջ Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, վերցրել եմ զիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Շատ քիչ, մի քանի կաթիլ։ Եվ մսակտորը բոլոր կողմերից տապակում ենք։
մի կողմից կարմրացնելուց հետո կշրջենք եւ կաթսայի մեջ կավելացնենք 30 գրամ կարագ։ Իսկ մինչ այդ նախապատրաստենք համեմունքը։ Բովում ենք մառանիկ ընկերության կես թեյի գթալ համեմի սեր և 1 թեյի գթալ հատիկ սև պղպեղ։ Կարելի է մի փոքր էլ ծովի աղ բովել։ Նախապատրաստենք հավանգը, որի մեջ տրորելու ենք համեմունքը։ Շրջում ենք մսակտորը, կարծում արդեն պետք է կարմրած լինի։ Համեմում ենք մի կողմից։ Ինչպես ասել էի, գցում ենք 30 գրամ կարագ։ Շրջենք, մյուս կողմից էլ համեմենք։ Եվ այսպես բոլոր կողմերից կարմրացնում ենք մսակտորը։ Զուգահեռ սոխ կտապակենք։ Այս գործողությանը զուգահեռ։ Դնում ենք մեծ տապակը։ Սոխը կտապակեմ նույնպես Սլոբոդա ապրանքանիշի սիթապտղի և արևածաղկի խառնուրդով։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 2 միջին չափի գլուխսող։ Կտրատում ենք սոխը փետրաձև։ Բարբերաբար շուռումուռ կտանք մսակտորը։ Տապակված մսակտորի վրա լցնում ենք 1.5 լիտր եռացրած ջուր։ Կարելի է ծածկել, կարելի է չծածկել։ Լավ, այսպես թեթև ծածկենք, թող արագ եփվի։ Սոխը անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության աղով։ Շաքարավազով և սոդայով։ Դա ես անում եմ միշտ սոխ տապակելիս, այս 3 համեմունքը օգտագործում եմ։ Սոխը ավելի նրբամ դարձնելու համար։ Փրկենք լոբին, շատ արագ քամենք այն։ Փոքր ուշացրեցի։ Այս կարծում եմ, ոչինչ։
Քամիչը դեռ ինձ պետք է։ Դու շատ հեռու մի գնամ։ Մսով կաթսայի մեջ գցում ենք մառանիկ ընկերության դափնու տերև, 1 դափնու տերև։ Սա 15 րոպեից կհանենք։ Առաջարկում եմ կաթսայի մեջ գցել նաև նեխուրի տերևներ։ Այս տերևներն էլ դափնու տերևի հետ կհանենք։ Ցողուն մնա այստեղ։ Չնայած ուշացրել եմ, բայց լոբին հարկավոր է սառը ջրի տակ ողողել, որպեսզի եփը կանգնի։ Սա տեղափոխենք ամանի մեջ։ Այսպես ազատենք քամիչը։ Ազատենք ինչը, քամիչը, ճիշտ է։ Դու մնա այստեղ։ Վերադառնանք սոխարացին։ Սոխին կավելացնենք նեխուրի ցողունը։ 1 ցողուն, ոչ մանր կտրատած։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, գազարն է։ Կվերցնեմ 1 գազար, կտրատում ենք այն շեղակի տափողակների։ Հենց գազարը փափկեց, կավելացնեմ կծու չիլի պղպեղ։ Մինչ այդ առաջարկում եմ քամել բամյան։ Կվերցնեմ 1 կարմիր հալապենո։ Կտրատում եմ օղակների։ Պտղակոթը դեն նետենք։ Հեռացնում ենք նեխուրի տերևները։ Հեռացնում ենք նաև դափնու տերևը, ահա, գտա, և շրջում ենք մսակտորը։ Լցնում ենք քամված բամյան։ Անդրադառնանք նաև լոբուն, կտրատում ենք շեղակի, միջին չափսի։
Մսակտորը հարկավոր է արդեն հանել արգանակից։ Թող սառչի, որ կարողանանք կտրատել չափաբաժինների։ Լցնում ենք լավին։ Ծածկում ենք կափարիչով։ Թող բացի տապակվելուց նաև մի փոքր շոկ է խաշվի։ Հասնենք մյուս բաղադրիչին, դա կարտոֆիլն է։ Կարտոֆիլը կտրատում ենք մանր, որ արագ եփվի եւ լցնում ենք արգանակի մեջ։ Կկտրատեմ 2 միջին չափի կարտոֆիլ։ Քանի որ մսակտորը մեծ էր, այն կարող է ամբողջությամբ եփված չլինի, բայց ոչինչ, ճաշը դեռ երկար է եփվելու։ Կտրատում ենք չափաբաժինների։ Կտրատած միսը եւ ոսկորը վերադարձնում ենք ետ կաթսայի մեջ։ Միսը եւ կարտոֆիլը թող միասին եփվեն։ Փոխում ենք տախտակը եւ դանակը։ Չնայած կարծես թե էլ բաղադրիչ չունենք։ Ոչ, ունենք լոլիկի ճիր։ Կվերցնեմ 1, 2, 3, 4, 6 շերտ լոլիկի ճիր, կտրատում ենք և լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Անմիջապես կլցնեմ նաև 2 ճաշի գթալ լոլիկի մածով։ Լոլիկը բացի ճիր և մածուկ վիճակից կօգտագործեմ նաև քերած լոլիկ, 3 միջին չափի լոլիկ եմ քերել։ Սա լցնում ենք վրան։ Ավելացնում ենք սխտոր, թարմ սխտոր, 1, 2, 3, 4 պճեղ։
Տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը։ Այն արդեն եփվել է։ Հանում ենք ոսկորը։ Մսակտորները եւ կարտոֆիլը տեղափոխում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Ես մեկ անգամ խառնենք, տակնու վրա անենք։ Ծածկում ենք կափարիչով, եփում ենք 11 րոպե։ Անհրաժեշտության դեպքում, եթե զգանք հեղուկը պակասել է, կավելացնենք արգանակից։ Վերջում մատուցելիս կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Տավարի մսով և բանջարեղենով սոուս։ Բամիայի ծայրերը կտրել, լցնել կիտրոնաջրի մեջ։ Վրան ափսե դնել, որպեսզի բամիաները սուզվեն։ Մի կողմ դնել։ Որոշ ժամանակ անց քամել։ Համեմունքի համար հավանգի մեջ լցնել բոված համեմի սերմ, հատիկ սև պղպեղ, ծովի աղ, ծեծել, տրորել։ Կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, տավարի միս տապակել։ Մսակտորը շրջել, համեմել պատրաստած համեմունքով։ Կաթսայի մեջ ավելացնել կարագ, մսակտորը համեմել նաև մյուս կողմից։ Քիչ անց ավելացնել եռացրած ջուր, դափնու և նեխուրի տերևներ։ Քիչ անց տերևները հանել, մսակտորը շրջել։ Հանել մսակտորը, կտրատել չափաբաժինների, արգանակին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլ, մսակտորներն ու ոսկորը։ Բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել։ Համեմել աղով, շաքարվազով, սոդայով։ Ավելացնել ոչ մանր կտրատած նեխուրի ցողուն, շեղ տափողակների կտրատած գազար, օղակաձև կտրատած հալապենո, բամյան, նախապես աղաջրում խաշած, շեղակի կտրատած կանաչ լոբի, ձիթայղում մարինացրած լոլիկի չրի կտորներ, լոլիկի մածուկ, քերած լոլիկ, մանր կտրատած սխտոր։ Կաթսայից հանել ոսկորը, մսակտորներն ու կարտոֆիլը տեղափոխել տապակի մեջ։ Տակնու վրա անել 11 րոպե եփել։ Մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ալյուր, կարագ, կաթ, կաթի սերուցք, հալվող պանիր, խոզապուխտ, բանջարեղեն, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։